ինձ շատ դուր եկավ կռվի պատմությունն, որ ասում դուք ինչ գիտեք խրամատը ինչ է, ասի բա դու ինչ գիտես խրամատը ինչ է։ Դա այդ բանը սիկրետ պալիշինել է, հա, որ Կորնիձորից այն կողմ չեք գնացել, երկու անգամ քեզ տարել են բունկեր հոգեբանական աջակցություն մատուցելու, վերադարձրել են տեղ։ Չգիտեմ, կա այդ նկարներից մեկը, որտեղ ինքը բունկերում, այս հիմա շատ բունկերում չէ, բանում, ինչ որ սենց քարանձավոտ տեղ է այդ իր ջոկատի հետ, դուք տեսել եք Աննա Հակոբյանին ֆենված, մակիաժը տեղը, քանի որ ես տեսել եմ կանանց, որոնք մասնակցել են պատերազմին եւ իրոք նստել են խրամատներում, ես ձեզ հավաստիացնում եմ, որ այնտեղ ոչ ֆենի հնարավորություն կա, ոչ մակիաժի, ոչ sense թարմ տեսք ունենալու առանց բիծուայի ֆորմայով, հա, ու ոչ էլ նկարվելու ժամանակ։ 168 ժամը հիանալի նյութ է հրապարակել այդ ջոկատի մասնակիցներից մեկի, թե ոնց են նրանք կռիվ արել։ Հիմա այդ էքը պետք է ինձ պատմի կամ ինձ չէ, ցանկացած մեկ ուրիշին ինչ բանա պոստը, ինչ բանա խրամատը, Կորնիձորում, լուրջ եք ասում։ Ինքը պատերազմի է մասնակցել, գնացել է 2 անգամ ֆոտոսեսիայի արել, ֆենված, քսված, անունը դրել է պատերազմ։ Բացի դրանից, եթե դուք լավ եք հիշում, կամ չեք հիշում, ես կհիշացնեմ, նույն 20 թվականին նյութ հրապարակվեց Աբխազիայի հայերը բան են, տեղեկատվություն էին բերել, որ այդ ջոկատնի անդամներից մեկը թուրքի շպիոն է, որ ինքը Սուխումում թուրքերի հետ էր տալի առնում, ու վդրուկ այդ թուրքի պատստիլկեն հայտնվում է Աննա Հակոբյանի ջոկատում, հատուկ այնտեղ հայտնվել, թե Աննա Հակոբյանի ախրանն այնքան վատ էր աշխատում, որ իրանք չեն տեսել ում են այդ ջոկատ, причем պարզա, որ այնտեղ ոչ միայն այդ կանայք էին, այլ նաև այդ կանանց բանը, թիկնապահները, ձեզ թվում ավտոմատները տվել են այդ էքերին, ասել են գնացեք կռվեք, ոչ։ Մի հատ ինչ-որ բանը, կեղծ բան են, խրամատ են փորել, ասել են նստեք ստեղ, մենք է ձեզ բան կանենք, կպաշտպանենք, կպահպանենք, մոտ ախրանյատ կանենք, մի խոսքով։ Ինչ կռվի մասին է խոսքը։ Թուրքի շպիոնը ինչ գործ ուներ Աննա Հակոբյանի հետ մեկ խրամատում։ Եթե իհարկե Թուրքիայի կողմից ուղևորված բան չէր այդ կինը դիտորդ, որ ոչ մի ավել բան, ոչ մեկ թույլ չտա։ Մտածեք դրա մասին։ Ո՞վ է հիմա մեզ բան անում, բոլորիս կոյողա ջրերով սենց ցպնում ու ցույց է տալիս, որ ինքը կինոյի աղջիկ է, չէ, ինքը պրոստը ցույց տվեց այն, ինչ որ ինքը կա։ Քուչի, բազարչի, փնթի էք, այդ փնթի էքի վրա էլ էր նեղացել, ցավները տանեմ, ես չեմ, դուք եք, մի հատ նայեք, այս նկարի վրա նայեք, սա կինա, որը դեռ չգիտեր ինչ բանը Հայաստանի Հանրապետության բյուջե, այն իր սեփական տանը լողանալու լվացվել չգիտեր։ Իսկ խրամատում ֆենված, քսված, սիրուն, ուզում եք ասեք իր տունը խրամատից ավելի վատ վիճակի պայմաններով էր հագեցած, էսա փնթի էք, որը իմ ու ձեր հաշվին, որը մեր ծնողների թոշակների հաշվին, իրան թույլ է տալիս ֆեն, թանգանոց, բրենդային հագուստ, ավտոմեքենաներ, ճանապարհորդություն